Երևան ժամանած Գերմանիա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Պաշտոնապես դիմավորվեց Հայաստանի նախագահը իր նստավայրը ներս, որ մեկ նախագահներու միջև առանձնազրույց տեղի ունեցավ։ Այնուհետև երկու երկրներու պատվիրակություններուն հանդիպումը ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքին ընդգծվեցավ, թե երկկողմանի, թե Եվրամիության շրջանագեն ներս փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը։ Կարևորվեցավ նաև ուժանյութային բնագավառի մեջ համատեղ ծրագիրներու իրականացումը։ Նախագահներու համատեղ ասուլիսին ընթացքին անդրադարձ կատարվեցավ տարածաշրջանային զարգացումներուն։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողականաշակցությունը։ Գործընկերությունս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը եւ այս համատեքստում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նախագահ Խաչատուրյան ընդգծեց, թե ունենք խնդիր խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ եւ այդ նպատակին հասնելու համար հստակ աշխատանքներ կկատարվին։ Նախագահին խոսքով այն դժվարությունները, որոնք կան եւ կգրնան հառաջանալ, հաղթահարելի են ու կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, հակամարտության ժամանակ ավարտվել է, Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմելի։ Գերմանիա նախագահը հայտարարեց, որ Հայաստանը վերջին շաբաթներու ընթացքին ինքզինք շատ կառուցողական կերպով դրսևորած է եւ հավելեց, որ երկու երկիրներու միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման այլևս ոչինչ կխանգարե։ Երբ մեր այս այցելությունը կնախապատրաստվեր, դակավին բաց հարցեր կային։ Հիմա արդեն չկան։ Այլևս ոչ մեկ բան կխանգարե, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ կայացուցած է, որոնց շնորհիվ խաղաղության համաձայնագիրը հնարավոր դարձած է։ Եվ այժմ Ադրբեջանի մեջ պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերանան։ Մարդիկ այս տարածաշրջանեն ներս կսպասեն, որ երկարամյա հագամարտությունը ավարտի։ Տնտեսական զարգացումն ալ գախված պիտի լա քաղաքական գայունութենեն եւ այդ առումով ալ շատ լավ հիմքեր կան։ Գրնանք ասել, որ Հայաստանի համար թյուրին չէ եղած ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ գրնան օրինակ առնել այս գործընթացեն, գարենալ հասնելու այս հանգրվանին։ Անդրադառնալով Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման հնարավորություններուն, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշեց, որ ամեն ինչ փոխադարձաբար կապված է տարածաշրջանի ներկայունության հետ։ Որքան մեծ լա գայունությունը այս տարածաշրջանեն ներս, այնքան ավելի մեծ պիտի լա ներդրողներ գտնելու հավանականությունը։ Անկախ ատկե գրնամ վստահեցնել, որ ոչ միայն Գերմանիան, այլև ողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ հավակնոտ նախագիծը կարենա իրագործել։ Ադորմով կստեղծվին հաղորդակցություններ փոխադրամիջոցային գաբեր Եվրոպայի եւ Արևելյան Ասիո միջև եւ կմերցանան այդ տարածաշրջանները։ Կգարժնա անոնց միջև ճանապարհը։ Այդ ամենը փոխադարձաբար կապված է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրման հետ։ Հայաստանի նախագահը անդրադարձավ խորհրդարանի կողմէ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, նշելով, որ կհասկանան, թե ադիկա երկարաժամկետ ճանապարհ է։ Խոսքը մեկնարկի մասին է։ Երբ կավարտվի, ես չեմ կարող ասել եւ չեմ կարծում, որ այստեղ նստածներից կամ ընդհանրապես որևիցե մեկը կա, որ կարող է այդ հարցին պատասխանել։ Բայց որ մենք ունենք աջակցություն, կարիք, այդ թվում նաեւ Գերմանիայի Դաշնության միանշանակ է։ Այդ թվում Եվրոպական միության տարբեր անդամների միանշանակ է։ Այդ թվում նաև այսօր արդեն Եվրոպական միության անդամ կամ անդամության կարգավիճակ ունեցող երկրների փորձի դա էլ է միանշանակ։ Մենք ուզենք, որ այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ լինի, առանց ցնցումների, առանց դրացուցիչ խնդիրների մեր պետության, մեր հասարակության համար։ Եվ կարող եմ այսօր արձանագրել, որ մեր Եվրոպական միության գործընկերների մեջ այդ ընկալումը կա։ Եվ ամենակարևորը չկա պարտադրանք ոչ մի կողմից։ Կա ուղղակի ընկալում, հասկացվածություն, գործընկերություն։ Շտայնմայերը արձագանքեց, նշելով, որ հարկանքով կվերապերին Հայաստանի համարձակայլին եմ ընդգծեց, որ այստեղ արգա է բարեփոխումներուն ուղղված մեծ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը։ Մենք խոսած ենք նաև բարեփոխումներու անհրաժեշտության մասին, եւ ես այնպիսի դպավորություն ունիմ, որ Հայաստանի մեջ գա այդ պատկերացումը։ Եվրամիության հետ հարաբերություններում մեջ ոչ միայն փոխկապակցության համաձայնագիր է նախադեсված, այլև այսպես կոչված գործընկերության համագարկ։ Ես տեղեկացված եմ, որ Եվրոպայի արտաքին եւ անվտանգ
անկախության հարցերով բարձր ներկայացուցիչը հարաճիգային Հայաստան պիտի այցելե եւ բանակցություններ պիտի վարե։ Տեսնենք, թե ինչպիսին պիտի լան այդ հանդիպումները եւ ինչպես կրնա այդ գործընկերության օրագարկը ցեվագերբվիլ եւ ընդունվիլ։ Այդ առումով մերձացման այս գործընթացին պետք չէ թերահավատությամբ վերապերիլ։ Այդ գործընթացները օգտակար պիտի լան Հայաստանի ենթակառուցվածքներուն եւ տնտեսության համար։ Գերմանիո նախագահ անդրադարձավ նաև Հայաստանի եւ վերագանքնող ուժանույթի բնագավառի մեջ գործակցության նշելով, որ անիկա շատ կարևոր է հեղուկ վարելիքեն ազատելու եւ անգեգախվածությունը նվազեցնելու առումով։ Մենք կտեսնենք, որ Հայաստանի մեջ արդեն այդ փոփոխությունը շատոնց սկսած է եւ գերմանական KfW տրամադունը այս ոլորտի մեջ գործունեություն կծավալի։ Բայց եթե մեկ քայլ առաջ մտածենք, խոսքը ոչ միայն Քամիի եւ Արևի ուժանույթի մասին է, այլև Չրածինի ուժանույթին եւ վերագանքնող ուժանույթի գրիչներուն, որոնք պիտի ստեղծվին շատ տարբեր տարածաշրջաններու մեջ, նաև Հայաստանեն քիչ մեհերու գտնվող շրջաններու մեջ, Ղազախստանի մեջ, ուր բավականին հավակնոտ ծրագիր իրականացվի։ Գմնա այն մարտահրավերը, որ վերագանքնող ուժանույթի գրիչներու արդարացությունը նաև գրնա եւ պետք է փոխադրվի թեպի Եվրոպա, եւ այս առումով մենք շնորհակալ ենք ուժանյութային եւ փոխադրամիջոցային ենթակառուցվածքներու ստեղծման համար, ներառյալ վերագանքնող ուժանյութի գրիչներու փոխադրման համար, որովհետեւ այսպիսի ենթակառուցվածքներու անհրաժեշտություն պիտի լա։ Եթե Հայաստանը ի վիճակի է եւ ինքզինք կտեսնե, որ գրնա այդպիսի ենթակառուցվածքները ստեղծել, մենք ադիգա շատ կողջ ունենք։ Հանդիպումներու ավարտին երկու երկրներու միջև համաձայնագիրներ ստորագրվեցավ։ Ըստ այդմ ստորագրվեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիո Դաշնային Հանրապետության կառավարության միջև դրամական համագործակցության մասին համաձայնագիրը, որ հայկական կողմեն ստորագրեց Հայաստանի տնտեսության նախագահ Գևորգ Բաբոյանը, իսկ գերմանական կողմեն Հայաստանի մեջ Գերմանիո տեսփան Կլաուդիա Բուշը։ Ստորագրվեցավ նաեւ Երևան եւ Լայպցիգ քաղաքներու միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրեց Երևանի քաղաքապետ Իգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Նյունը։ Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց ընդունած է, որոնց մեջ ի թիվս այլ առաջնահերթություններ ու անդրադարձ կա Հայաստանի հետ գործակցության։ Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության տարեկան զեկույցին համաձայն եվրոպական կողմը գոհ չունի Եվրամիություն-Հայաստան հարաբերություններու նոր թափը։ Անիկա գվայել է Երևանի լիակադարաճակցությունը, գոչ կուղենք հանձնաժողովին եւ խորհրդին աշխուժորեն նպաստելու Հայաստանի ցկտումին Եվրամիության հետ գործակցությունը ընդլայնելու։ Գոչ ունենք Հայաստան-Եվրամիություն քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության ձևաչափով կանոնավոր հանդիպումները, ինչպես նաեւ խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերուն աջակցելու որոշումը։ Խորհրդարանը թրական գնահատած է Հայաստանի որոշումը ցերնբահ մնալու հապկի ֆինանսավորման մասնակցել են, նկատի ունենալով, որ Ռուսիան չէ աջակցած Հայաստանին Ադրբեջանի ռազմական հարձակման ընթացքին։ Եվրոպական կողմը գոհ ունի նաև ռուս սահմանաբահներուն Զվարթնոցի եւ Հայաստան-Իրան սահմանային անցագետերեն հերացնելու Հայաստանյան կողմին որոշումը եւ անվտանգության ավելի վստահելի գործիքակազմեր գտնելու մտադրությունը։ Եվրախորհրդարանը բարձր կգնահատի Հայաստանի եւ Ադրբեջանի չանքերը երկկողմանի հարաբերություններ կարգավորելու սահմանազատման հարցի մեջ հարաճընթացը եւ գխորախուս է կողմերուն անհաբա ստորագրելու համաբարբակ եւ արդար խաղաղության համաձայնագիրը։ Գոչ կուղենք Ադրբեջանին իրական չանքեր գործադրելու այդ ուղղությամբ կվերահաստատենք մեր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ վճռական օրենգաճակցին կանոնց հարաբերություններու ղեկավարման հիմնված տարածքային ամբողջականության եւ սահմաններու անցերմխելիության ու փոխադարձ ճանաչման սկզբունքներուն վրա Ալմա-Աթայի հրճակագրին համապատասխան կվերահաստատենք ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքեն դուրս բերելու եւ 23 հայ բադանտները ազատ արձակելու մեր պահանջները։ Զեկույցին հեղինակները ընդգծած են, որ Հայաստանի տարածքեն ներս գտնվող Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգության էապես նվազեցնելով սահմանափերձ տարածքներու բնակչության առջև ծառացած վտանգները։ Զեկույցի մեջ բարձր գնահատված է առաքելության Հայաստանի աջակցությունը Բաքվին կոչված է գործակցելու թիթորներուն հետ նմանատիպ առաքելություն ունենալ Ադրբեջանի տարածքեն ներս եւ թատրեցնել զրբարտական արշավները։ Զեկույցին հեղինակները գտադաբարդեն առաքելության հասցեին նաեւ Ռուսիային հնչող բացասական խոսույթները։ Գնահատազգուշացնենք Ադրբեջանին, որ Հայաստանի թեմ որևէ ռազմական գործողություն անընդունելի պիտի լա եւ լուրջ հետևանքներ պիտի ունենա Ադրբեջան-Եվրամիություն գործընկերության համար։ Իսկ Ադրբեջան-Նախիջևան գաբի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններու ներքո։
Եվրախորհրդարանը կվերահաստատի, որ Եվրամիությունը պետք է պատրաստել լավ աջամիջոցներ կիրառելու այն անձելու նկատմամբ, որոնք կսպառնան Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Զեկույցը գոչ կուղ է Եվրամիության թատրեցնելու գաղափարությունը ադրբեջանական վարելանյութեն, թատրեցնելու Ադրբեջանի միջոցով ռուսական վարելանյութը ստանալը, վերջ տալու Ադրբեջանին գործառույթային եւ տրամական աջակցության, որ կրնա նպաստել այդ երկրի ռազմական կարողություններու ամրապնդման։ Գոչ կուղենք անդամբեդություններուն սարեցնելու ռազմական եւ անվտանգային սարքավորումներու արտահանումը Ադրբեջան։ Գթադաբարդենք Ադրբեջանի բազմաթիվ փորձերը անդամբեդությունները նսեմացնելու եւ ապագայունացնելու, ինչպես նաեւ Ադրբեջանի մեջ մարդկային իրավանց իրավիճակի շարունակական վատտարացումը։ Եվրախորհրդարանը նաև գոչ կուղ է Ադրբեջանին կատարել արտարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը, որուն համաձայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ստանան անվտանգ, անխոչընդոտ եւ արագ վերադառնալու իրենց տուները։ Եվրախորհրդարանը ընդունած է նաև Եվրոպական միության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, դատապարտելով Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության հեռանկարը խափանելու եւ Հայաստանը շարունականաբար սպառնալու համար։ Գթադաբարդենք նաև Եվրամիության չանդամակցող երկրներու կողմէ Ադրբեջանին դրամատրվող ռազմական աջակցությունն ու մատակարարումները։ Ադրբեջանը հանցավոր է Լեռնային Ղարաբաղի մեջ մարդկային իրավանց լուրջ խախտումներու եւ տարածաշրջանի մեջ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար։ Գոչ կուղենք խորհրդին դիտարկելու Լեռնային Ղարաբաղի մեջ հրաթաթարի խախտման եւ մարդկային իրավանց ոտնահարման համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանը նաև գոչ կուղ է ամրապնդելու Հայաստան-Եվրամիություն գործակցությունը անվտանգության եւ պաշտպանության, մասնավորապես ականազերծման ոլորտին մեջ։ Եվրախորհրդարանական Դեյվիդ Մակալիստերը հայտարարած է, որ իր հեղինակած Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության զեկույցի ընդունումը կընդգծե աշխարհակահաղական մարտահրավերներուն դիմակայելու համար միության վճռական արտաքին քաղաքականության կարեւորությունը։ Անշեշտած է, որ Եվրամիությունը պետք է կարենա պաշտպանել իր սեփական ռազմավարական նպատակները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաստատմամբ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներեն ներս խոր անձնագազմային ճգնաժամ կդիրե։ Ան այս մասին ընդգծեց դպրոցի դնորեններու ընտրության եւ նշանակման մրցութային համագարկի փոփոխություններու նախագծի քննարկման ընթացքին։ Նշվեցավ, որ 437 դպրոց անցած է կառավարման նոր ձևաչափի, իսկ 138-ի մեջ դնորեն նշանակված է։ Ճիշտ հասկացած ես, որ մենք դնորենի թափուր տեղ ունեցող դպրոցներից միայն 30%-ում ենք միջև էսպա կարողացել նշանակել տնօրեն։ Հաջորդը, ես ճիշտ հասկացած ես, որ 100 տեխնացուից 13-ն է հաղթահարում ծրագրի պաշտպանության, դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանության փուլը։ Այո։ Ես ճիշտ հասկացած ես, որ 13 հոգուց ըստ էության 5-ն է, որ հաջորդ փուլում կամ նույնիսկ ավելի քիչն է, որ հաջորդ փուլում արդեն ռեալ հավակնում է, նշանակվում է տնօրեն չափանիշներին համապատասխանելու բերումով։ Հիմա ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։ Սահմանված են նոր ղեկավարումներ զարգացման ծրագիրներու փորձակնության եւ դնորեններու նշանակման գործընթացին մեջ։ Նախարարը մանրամասնեց, որ զարգացման ծրագրի դվյալներու փոխանցման, արդահոսքի, շահերու փախման կամ համագործակցության գասկածի բարակային փորձակնող գազམ་ագերբության հետ պայմանագիրը կլուծարվի։ Զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը 2 անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Պարզաբանեմ, որ երբեմն պարզ է դառնում հարցազրույցի ընթացքում, որ հավակնորդը առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը։ Հաջորդ կարգավորումը այն է, որ նախագծով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում փորձաշրջանով։ Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում։ Վարչապետը առաջարկեց տնօրեններու տեխնազուներուն համար գազམ་ագերբել նախապատրաստական դասընթացներ։ Ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, միջև ինքը դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք միջև էս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա, բայց կարևորը որ բան չլինի։ Վարորդական իրավունքի նման չլինի։ Կարևորը որ դա ռեալ լինի, որովհետև էլի եմ ասում,
Դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացումը, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի։ Վարորդական իրավունքի հետ համեմատության վերաբերյալ Փաշինյանը մեջբերեց իրական Հայաստան քաղաքապարախոսության շուրջ քաղաքացիներու փոքր խումբի հետ վերջին հանդիպում քննարկումը։ Գրնանք ասել, որ երկրի մեջ ինքնաշարժ վարողներուն 70%-ը չունի անհրաժեշտ հմտություններ։ Վարչապետի այս հարցման լսարանի արձագանքը եղավ 95%-ը։ Եթե կարելի է վարորդ լինել չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել։ Ինչի։ Եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, եւ եթե մենք այս պարզությամբ եւ այս ուղղությամբ եւ այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես։ Ըստ վարչապետին խոսքը կվերապերի ընդհանրապես կառավարման համագարքին, ինչ ունենք ընելու, որ ավելի լավ կառավարել սորվինք։ Հարցը Նիկոլ Փաշինյանը նաև փդածության թեմ պայքարի Գոմիդեի վերջին նիստին բարձրացուցած էր, հիշեցնելով, որ փդածության թեմ պայքարի քաղաքականության ռազմավարությունը ընդունելու ժամանակ ամրագրված է, որ պետական կառավարման մարմիններում մեջ փդածության թեմ պայքարի դասընթացներ պիտի իրականացվին, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաներուն համար։ Ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք, մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք, բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է։ Ավելի քան 525 միլիոն դրամ պիտի հատկացվի մեկ դպրոցի մեկ մասնաշենքի նորոգման, 82 դպրոցի նորոգման համար, գործառութային զննության, չափակրության եւ նախահաշվային փաստաթուղթերու մշակման համար։ Մեկ դպրոցի մարզադահլիճի վարելանյութի խողովակ քաշելու, նորոգվող 21 դպրոցի հսկողության գումարներու ապահովման համար։ Իրատեսական համարում ենք, որ մի տարվա ընթացքում, այսօրվանից սկսած մի տարվա ընթացքում, մի տարի մենք կկարողանանք այս ծրագիրը իրականացնել։ Ցանկումներ արված 120 նորոգվող դպրոցները բոլորը պետք է ավարտված նորոգվածներ մինչև 2026 թվականի ամռան ամիսները, որպեսզի սեպտեմբերին արդեն այդ դպրոցներում հնարավոր լինի նոր միջավայրում դասապրոցես կազմակերպել։ Մենք այս տարեվերջին արդեն թվով մոտավորապես 80-ից 100 նորոգված դպրոցներ կունենանք։ Վարչապետը դպրոցաշինության ծրագիրը կկարևորե այն հանգամանքով, որ հնարավորություն տված է կույքակրելու հանրապետության բոլոր դպրոցներուն շենքային պայմանները։ Ան հայտարարեց, որ 300 դպրոց ծրագիրը առաջիկայում պետք է տարածվի բոլոր դպրոցներուն վրա։ Հունից 30-ին սկսյալ Ռուսիա մուտք գործելու համար օտարերկրացիները բարդավոր պիտի լան համապատասխան մարմիններու առցանց հարթակին վրա դեղեկացնելու իրենց մեկնումի նպատակի մասին։ Ասիկա պետք է կատարել առնվազն 72 ժամ առաջ կամ առնվազն 4 ժամ առաջ, եթե մեկնելու անհրաժեշտությունը հրատապ է։ Խոսքը կվերապերի մուտքի արտոնակիր չպահանջվող երկրներուն, ներառյալ Հայաստանի քաղաքացիներուն։ Այս խստացումները նախորդ դարի Ռուսիո մեջ իրականացված քաղաքային օրենսդրության փոփոխություններու արդյունք են, որոնց մեկ մասը արդեն ուժի մեջ մտած է, մյուսները պիտի կործեն հարաճիգային։ Քննարկվում է ստեղծել RUIDIA համակարգ, որի գոսուսլուգի անալոգն է լինելու օտարերկրացիների համար, որ նաև բջջային հավելված է լինելու, որտեղ օտարերկրացին բացելու է իր համար, այսպես կոչված կաբինետ, լրացնելու է իր տվյալները եւ դիմելու է, որ ինքը պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Իր տվյալները ստուգվելու են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների կողմից եւ եթե նրա մուտքը կթույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանի կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի ուղղակի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն։
Իթեպ ավելի շուտ ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանաբահին կթույլատրվի իր հայեցողությամբ, եթե համոզված է, որ տվյալ անձը կգրնա Ռուսիո անվտանգության համար սպառնալիք ներկայացնել, թույլ չտալ երկիր մտնել։ Ամիսների հետ այս ընթացագարկը պիտի իրականացվի առցանց դրության միջոցով։ Օտարերկրացիներուն համար նաև պիտի ստեղծվի թվային պրոֆայլը, որում մեջ պիտի ամփոփվին անոր մասին pedagogan մարմիններու եւ գազագերբություններու դեղեկատվական համագարկերուն մեջ արգա տվյալները։ Այսինքն բացի իր անձնագրային տվյալներից կգտնեն կենսաչափական տվյալները եւ մեկ պրոֆիլում կամփոփվի այն բոլոր փաստաթղթերը, բուժզննում, մատնահետ, ինչ հնարավոր է եւ տեղեկատվությունները հարկերի վճարում, աշխատանքի հետ կապված ամեն ինչ մեկ պրոֆիլում կամփոփվի եւ դա կլինի, այսպես ասած, միգրանտի նաև անձը հաստատող փաստաթուղթը Ռուսաստանի Դաշնությունը։ Այս գործընթացին առաջին փուլը սկսած է արդեն 2024-ի դեկտեմբեր 1-ին, երբ Ռուսիո գարկմը սահմանագետներու վրա սկսած են օտարերկրացիներու կենսաչափական տվյալները առնել։ Այս դարվան հունիս 30-ին սկսյալ ասիգա պիտի գդարվի բոլոր օթային ու ցամաքային սահմանագետերուն վրա։ Ռուսիո քաղաքային օրենսդրության որոշ փոփոխություններ արդեն իսկ ապրիլ 1-ին ուժի մեջ մտած են։ Օտարերկրացի երեխաները Ռուսիո մեջ դպրոց ընդունվելու համար այսուհետև պետք է ռուսերենի քննություն թիմեն։ Երկկաղաքացիություն ունեցողներուն չի վերաբերի ասիգա։ Հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը հենց 90%-ն է։ Առաջին դասարանցիները պետք է տրված 10 հարցից 9-ին ճիշտ պատասխանեն, 2-ից 5-րդ դասարանցիները 20 հարցից 18-ին առնվազն պետք է ճիշտ պատասխանեն, 6-ից 9-րդ դասարանցիները 22-ից 20 հարցին պետք է ճիշտ պատասխանեն եւ 10-ից 11-րդ դասարանցիները 24-ից 22 հարցին պետք է ճիշտ պատասխանեն։ Խստորեն կստուկվի նաև երեխային եւ անոր ծնողներուն Ռուսիո մեջ գտնվելու օրինականությունը։ Եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի։ Քաղաքի փորձագետին խոսքով արդեն իսկ դեպքեր կան, երբ դպրոցներու մեջ կատարված ըստուկումներու արդյունքով հայտնաբերված են երեխաներ, որոնք կամ քաղաքի հաշվառում չունին, կամ այդ փաստաթուղթը գեղձ է։ Այս բարականերուն ծնողներուն հետ միասին երեխաները դարված են օտարերկրացիներու բահման վայր, որ մեծ հետ արդակսված են։ Չնայած որ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ երեխաներին իրավունք չունեն տանելու այդ հաստատությունը, բայց միևնույն է տանում են։ Վարորդական իրավունքի խստացումները նույնպես ուժի մեջ մտած են ապրիլ 1-ին։ Մինչ այդ օտարերկրացիները, որոնք Ռուսիո մեջ բնակելու իրավունք եւ գացության կարգավիճակ ունեին, ինչպես նաեւ երկքաղաքացիներ էին, իրենց երկրի վարորդական իրավունքը բարձեցված կերպով գրնային փոխարինել Ռուսիո վարորդական իրավունքով առանց քննության։ Հիմա քննությունը բարդաթիր է։ Ասիգա կվերապերի այն բարակային, երբ անձը վարորդի պաշտոն ստանցնելու նպատակ ունի։ Այս խախտումը երկու անգամ կործելը հիմք կդառնա մուտքի արգելքի։ Այս փոփոխությունը չի վերաբերիր սեփական գարիքներու համար անձնական ինքնաշարժներ վարելուն։